Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի զինակից ընկերներ, քանի օր է անդադ նույն հարցն եք տալի, ինչի չես արձագանքում Սերժ Քոչարյան դեբատին, հեռակա դեբատին։ Բոլորին հայտնի է իմ դիրքորոշումը, բոլորդ գիտեք, որ ես գտնում եմ, որ այո, Սերժը թալանել է իր խունտայի հետ միասին մեր երկիրը, և հասկանալով, որ այլևս չի կարող այդպես շարունակվել և ժողովուրդը ընդվզում է այդ թալանի դեմ, գտավ ամենաթույլ օղակը, ամենաընչաքաղցին, ամենաազգադավին ու փոխանցեց Նիկոլին իշխանությունը, լավ հասկանալով, որ առ ժամանակ հետո, այսինքն հույս ունենալով, որ առ ժամանակ հետո կկարողանա հետ ստանալ իշխանությունը և այդ ընթացքում չի մասնակցի Արցախի վաճառքին, բայց կունենա դրանից իր շահը և կստանա հետ իշխանություն։ Բայց քանի որ խաղի մեջ, այսինքն քաղաքական այդ իրավիճակի մեջ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, հասկանալով, որ իր պապերի գերեզմանն է վաճառում Սերժը, փորձելով ընդդիմանալ, դիմագրավել, Սերժը արեց ևս մի կեղտոտություն, հայտարարեց, որ ինքը ընդդիմադիր է և միատեղ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչով էլ և վիժեցրեց ընտրությունները, եթե ՀՀԿ-ն չհայտնվեր որպես իբր թե օպոզիցիա հարթակում, չէր վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը, քանի որ ես փաստեր ունեմ, ապացույցներ, որ ՀՀԿ-ի մեծամասնությունը ընտրել է ինչ ուզեք, միայն ոչ Քոչարյան։ Հիմա անդրադառնանք Սամսոնյան Նարեկ, քո այդքան շատ սիրելի մարտի 1-ին, որ անդադ դնում, վերցնում դնում ես, չես մոռացել չէ, որ մարտի 1-ի անվտանգության հեղինակը, անվտանգության պաշտպանը իբր թե, նույն Սերժ Սարգսյանն էր։ Եթե մարտի 1 է տեղի ունեցել, իսկ մարտի 1-ը ինչ է եղել, խանութներ ջարդել, գազազած հարբած ինչ-որ մասսայի, որոնցի դեպ այդ զոհվածների մի մասը հանցագործ անցյալ ունեն, հանցագործ գողացողներ են, այդ Քարամյան, Մարամյան, ու դա կապ հաստացի, նրանց հարձակումը ոստիկանների վրա, ու եթե եղել է ինչ-որ զոհեր, դա նշանակում է, որ անվտանգությունը նորմալ չի ապահովվել, Սերժ Սարգսյան, քաղաքում եթե լինում է անհանգիստ իրավիճակ, պաշտպանությունը, անվտանգություն պաշտպանողը չի լքում այդ քաղաքը, ուր է ջհանդամվել, այսպես ասած, բնությանն ու մարդկությանը դա առայժմ հայտնի չէ։ Ասում են մարդիկ ունենում են կեղտոտ անցյալ ու դրա հետևանքներով էլ կեղտոտ պահվածք ներկայում ու ապագայում։ Մի քանի հարց ունեմ քեզ Սերժ Սարգսյան, 1992-ից 93 թվականներին եղել ես Արցախի պաշտպանության նախարարը, չէ՞։ Իժո Սամոն, նույն Սամվել Բաբայանը, եղել է քո աջ թևը, անմիջական քո հրահանգներ կատարողը։ Հիմա հարց, ուր է կորել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու տակից հանած զենքը, ոնց է վառվել այդ զենքը պահեստներում ու ոնց է, որ Ստեփանակերտում ոչ մի շենք չի ավերվել այդքան զենքը վառվելուց հետո, ուր է կորել այդ զենքը, ուր են Արաբոյի տղաները, ինչի համար են քեզ արտաքսել Արցախից, չէ որ Լևոն Տեր-Պետրոսյանը, քոր Լևոնը, քեզ Արցախից չի բերել, քեզ բերել է հատուկ ծրագրով, իդեպ ասեմ, որ ես ամենին մասնակից է նաև այդ հրեշը, քեզ բերել է Մոսկվայից, դու արտաքսված ես եղել, նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք, ու այդ որ ամեն ինչ անում ես, որպեսզի ցեղ շպրտես Ռոբերտ Սեդրակիչի վրա, մի հատ հետ նայի, ես հասկանում եմ ՀՀԿ, որ սկսած շարքային թաղապետից
մինչև գեներալներ բոլորի տակը կեղտ կա, ու դուք հիմա վախենում եք, որ եկող իշխանությունը այդ Պանդորայի արկղն է բացելու բոլորդ պատասխան եք տալու, բայց հավատացեք, այս անգամ թավիշ ձեզ անել թույլ չենք տալու, թավիշ չի լինելու, լինելու է ռևանշ, մեր ժողովուրդը, գենետիկ հայերը ռևանշ են ուզում, լինելու է ռևանշ, թե թուրքերի հետ, թե հայ դավաճանների հետ և թե հայախոս թուրքերի հետ, Նիկոլ չկարծես, որ Սերժ ես անգամ էլ կամագտ կփրկի, իրար հետ եք պատասխան տալու, այդ Աննա Գրիգորյանին էլ ուզում եմ ասեմ, հետ որ այդքան դաշ տված պաշտպանում ես, շատերը չեն հասկանում, որ հորդ ես պաշտպանում հենց, վախենում ես, որ նրա դեմ էլ կակտիվանան, նրա արասներն էլ ջրի երես կհանեն, չէ, ասեմ քեզ էդ որ ասում ես, երազում եք, չէ, որ Սերժ Սարգսյանը գա, ինչն է երազում ժողովուրդը, բացի ձեզնից, այ լափակերներ, սովորական հայ ժողովուրդը ինչն է երազում, Սաշիկի 50-50-ը, և նաև մտորման մի հարց, էդ ոնց է ստացվում, որ Նիկոլը մերժում է Սերժ Սարգսյանին, 2 տարի բանտարկվում է Ռոբերտ Քոչարյանը, էդ ոնց է ստացվում, որ իշխանության եկած Նիկոլը չի կարողանում հոկտեմբերի 27 բացահայտել, որ այդքան գոռում էր, կամ մարտի 1, որտև լավ հասկանում եք, չէ, որ այդտեղ Ռոբերտ Քոչարյանը բառացի մեղավոր չի, եթե տեղյակ էլ լիներ, կատարվելիքից հետո նա այդ գործերի մեջ չկա, ու դուք դա լավ գիտեք, իսկ հիմա երբ ուզում եք վերադառնաք նորից ձեր լափին, անգամ թուրքին ծախվելու գնով, հավատացնում եմ ձեզ, այս անգամ դա ձեզ չի հաջողվելու, ու այդ որ փորձում եք ասել ռուսի սապոգ, հայի սապոգ, ապուշ դուրս տալ, դա ընդամենը ձեր հերյուրանքներն է, իսկ ժողովրդին կոչ կանեմ ուշքի արի վերջապես, այդ որ ասում եք ոչ նախկին, ոչ ներկա, որտեղից է իջնելու պարաշուտով վերևից նոր մարդ է իջնելու, կամ այդ նորը ինչքան պտի դեռ փորձարկումների ենթարկի, երկիրը իր հում դիվանագիտությամբ, արդյոք քարը քարին կմնա, ունենք նորից 5-6 հազար զոհ տալու հնարավորություն, պատերազմից եք վախենում, հավատացեք, եթե փոխվում են դիվանագիտական դաշտի բանակցողները, պատերազմ չի լինում, մեղրի հարցին, անընդհատ ասում եք մեղրի, լուրջ եք ասում, հիմա մեղրիում թուրքեր են ապրում, իսկ Արցախում թուրքեր են ապրում, որովհետև Նիկոլը ծախեց Արցախը իր պապաների հետ միասին, եթե ուրիշները դա չեն ուզում բացահայտ ասել, ես բացահայտ կասեմ, էդ ինչի համար է Սերժ Սարգսյան, Լուկաշենկոն այդքան դուխ արել, քո հետ Ղարաբաղի գին խոսալու, ինչի Քոչարյանի հետ Ղարաբաղի գինը չի խոսացել, մեղրին չի տվացվել թուրքերին, որովհետև չեն համաձայնվել այդ ժամանակվա իշխանությունները, իսկ այդ որ ուզում ես լափել ու այդ ոսկի ունիտազներով մոռացաք ժողովուրդ Սաշիկի տան ոսկի ունիտազները, այդ որ մեծ բաներ էիք պատմում, ասում եք Մամուել Գրիգորյանն ասել է Սերժ Սարգսյանին կպաշտպանես, իրոք, այդ որ դուք եք սիրում, չէ՞ այդ բառը օգտագործել, ինչի Մամուել Գրիգորյանը այդքան հեշտ մոռանում է, որ քեզ չափալախել է Սերժիկ, անգամ են աշխարից մեր տղաները մեզ կոչում են ռևանշի, բոլոր պատերազմի տղաներին եմ ասում, խելքներդ հիմարին տանուլ չտակ, ՀՀԿ, ՀԱԿ, այսինքն ՀՀՇ, և ՔՊ, դրանք նույնն են, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան, դրանք համատեղ, Միշիկն էլ ձեզ նվեր, վիզե չէ առել, որ ինքն է ֆինանսավորել Նիկոլին, ու շարունակում է ֆինանսավորել, այդ 3 հրեշները, 3 գլխանի արևմուտքի հրեշները, քանի ամբողջովին մեր երկիրը չեն վաճառել, հարկավոր է դրա դեմը առնել,
ռևանշ լինելու է, թավիշի հույս չունենաք, բոլորդ պատասխան եք տալու, բոլորդ հայավայել, հային վայել, բոլորից պատասխան ենք ուզելու։